Միքոյի սուր բնազդը երբեք չի դավաճանում նրան, նա ներքուստ զգում է, որ Լիլիթն ինչ-որ բան է թաքցնում իրենից, թեև Լիլիթը փորձում է ձևացնել, թե ժամանակն անցկացրել է ընկերուհիների հետ սրճարանում, նրա հայացքի տագնապն ու ձայնի հազիվ նկատելի դողը մատնում են ճշմարտությունը։ Լիլիթը տանջվում է երկընտրանքի մեջ, չիմանալով, թե ինչպես խոստովանել, որ իրականում եղել է Սոնայի մոտ։ Բայց խոստովանության կարիքն էլ չի լինում։ Միքոն առանց ավելորդ հարցերի իրավիճակից ու Լիլիթի շփոթմունքից հասկանում է ամեն ինչ։ Լիլիթն ի վերջո պատմում է ողջ ճշմարտությունը։ Միքոյի դեմքին դժգոհություն է հայտնվում։ Նրան դուր չի գալիս, որ սիրելի կինը փորձել է ստել իրեն, սակայն նրա մտքերն այժմ զբաղված են շատ ավելի մեծ ու վտանգավոր մի խնդրով, որի կողքին Լիլիթի փոքրիկ սուտն ուղղակի գունատվում է։ Միքոն հանդիպում է Հայկին և նրանց խոսակցությունը հենց սկզբից ընթանում է ծանր ու լարված հունով։ Միքոն հարցնում է, թե արդյոք Հայկն արդեն վաճառել է իր խանութը և ստանալով հաստատական պատասխան անցնում է բուն նպատակին, նրան շտապ գումար է հարկավոր։ Հայկի դեմքի արտահայտությունը վայրկենապես փոխվում է, վերածվելով խորը զարմանքի և անհանգստության, բայց Միքոն չի կանգնում, նա հայտարարում է, որ իրեն ոչ թե պարզապես փող է պետք, այլ շատ մեծ գումար։ Հայկը սկսում է լրջորեն զայրանալ։ Նա հասկանում է, որ եղբայրը կրկին խճճվել է ինչ-որ մութ պատմությունների մեջ, որոնցից ինքը բացարձակ տեղյակ չէ։ Այս անորոշությունն ու վտանգի զգացումը եղբայրների միջև նոր պատնեշ են ստեղծում։ Իսկ այդ ընթացքում Նարեն, հավաքելով իր ողջ ուժերը, գնում է Հայկի աշխատանքի վայր։ Նրա ներսում ամեն ինչ տակնուվրա է լինում։ Նա եկել է հայտնելու իր հղիության մասին, բայց երբ տեսնում է Հայկին, լեզուն կարծես կապ է ընկնում։ Փոխանակ անցնելու ամենակարևորին Նարեն շուրջ կես ժամ խոսում է ամեն ինչից՝ իրենց չստացված սիրո պատմությունից, Արմոյի սպառնալիքներից, անցյալի սխալներից, ամեն ինչից, բացի բուն պատճառից։ Հայկը չհասկանալով Նարեի այս անհեթեթ ու երկարաշունչ խոստովանությունների իմաստը, կորցնում է համբերությունը։ Նա սկսում է դաժանորեն կոպտել Նարեին, նրան անվանելով անբարոյական և մեղադրելով մի տղամարդու գրկից մյուսի մոտ վազելու մեջ։ Հայկը հայտարարում է, որ իրեն բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչու է նա եկել։ Նարեն, լսելով այս սպանիչ խոսքերը, չի կարողանում զսպել հեկեկոցը։ Նա լացակումած թողնում ու հեռանում է, այդպես էլ չհամարձակվելով ասել ամենակարևորը, ինչը կարող էր փոխել ամեն ինչ։ Միևնույն ժամանակ Լալան, հասկանալով, որ Նարեն այլևս չի վստահում իրեն, իսկ Վռամն ուղղակի խուսափում է կապից, որոշում է փոխել իր մարտավարությունը և ընտրում է նոր թիրախ։ Նա զանգահարում է Սոնային։ Սոնան ապշած է այս անսպասելի զանգից և կասկածանքով հարցնում է, թե որտեղից Լալային իր հեռախոսահամարը։ Սակայն նա չգիտի, որ այս խոսակցության յուրաքանչյուր բառին թաքուն ականջ է դնում Սաքոն։ Լալան սառնասիրտ պատասխանում է, որ կարևոր չէ, թե համարը որտեղից, կարևորն այն է, որ ինքը ցանկանում է անհապաղ հանդիպել նրա հետ։ Սոնան շփոթված է ու չի հասկանում, թե ինչ ընդհանուր թեմա կարող է լինել իրենց միջև։ Սաքոն, լսելով այս ամենը, պարզապես կատաղում է։ Նա համոզված է, որ Սոնան իր մեջքի հետևում դավեր է նյութում իր ամենամեծ թշնամու հետ։ Այժմ տանը սպասվում է իսկական սկանդալ, պատերազմ։ Սաքոն պատրաստվում է խայտառակ անել Սոնային, նրան մեղադրելով դավաճանության մեջ։ Չնայած որ Սոնան իրականում ոչ մի մեղք չունի։ Վռամը, տեսնելով իր ծնողների անարդար ու դաժան վերաբերմունքը Սոնայի հանդեպ և հասկանալով, որ այս տանը խաղաղություն այլևս չի լինի, կայացնում է կտրուկ որոշում՝ հեռանալ այդ տանից և փրկել իրենց հարաբերությունները։ Սիրելի հետևորդներ, ինչ եք կարծում, արդյոք Վռամի այս համարձակ քայլը կփրկի նրանց ամուսնությունը, թե Սաքոյի զայրույթը կհասնի նաև նրանց նոր տանը, և ինչ նպատակ է իրականում հետապնդում Լալան, փորձելով մտերմանալ Սոնայի հետ։ Անպայման գրեք ձեր տեսակետները մեկնաբանություններում, մենք սիրով կկարդանք ձեր բոլոր կանխատեսումները։